Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համատիրությունները համայնքապատկան հիմնարկներ եւ կազմակերպություններ չեն, չնայած այդպես մտածում են շատ շատերը, մենք համարում ենք, որ համայնքապետարանը պիտի պատասխանատվություն ունենա համատիրությունների գործունեության համար։ Օգտագործելով նախկինում եղած հաջող փորձը, համարում ենք, որ հարկավոր է բյուջետային միջոցներից դրամաշնորհներ հատկացնել համատիրություններին, բազմաբնակարանային շենքերի, ընդհանուր օգտագործման տարածքների նորոգման եւ պահպանման համար։ Խոսքը տանիքների, ցեղնահարկերի, միջանցքների եւ նկուղների մասին է։ Հարգելի համաքաղաքացիներ, կոչ եմ անում մասնակցել ավականու արտահերթ ընտրություններին եւ ձեր քվեն տալ մեզ Եվրատաշինք քվեաթերթիկ համար 6։ Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Շնորհակալություն, հարգարժան պարոն Քոչարյան, հարգելի գործընկերներ։ Ներկայացնում եմ ներքին գործերի նախարարության 2024 թվականի կատարողականի հաշվետվությունը, որը կառավարության ծրագրի շրջանակներում կատարված գործողություններին է առավելապես նաև վերաբերում։ Առաջինը եւ ամենակարևորը թերևս այն է, որ 2024 թվականին ի վերջո ավարտվեց ներքին գործերի նախարարության ձևավորման աշխատանքները, ունեինք վարչություններ, որոնք դեռևս ձևավորված չէին եւ պետք է փաստեմ, որ արդեն իսկ նախարարությունը ամբողջական անձնակազմով եւ ֆունկցիոնալով ձևավորվել է եւ գործում է եւ 2025 թվականի շրջանակներում ըստ էության մեր թիրախը պիտի լինի գնալով ավելի կատարելագործել, ավելի բարձրացնել անձնակազմի պրոֆեսիոնալիզմը, որպեսզի քաղաքականության մշակման տրամաբանության մեջ եւ նաեւ քաղաքական վերահսկողության տրամաբանության մեջ նախարարությունը կարողանա ամբողջ ծավալով իր արժեվ դրված խնդիրները իրականացնի։ Փոփոխությունների մասին խոսելիս առաջինը եւ թերևս ինձ համար ամենակարևորը կրթության ոլորտի փոփոխություններն են եւ ընթացիկ տարվա կտրվածքով մեր կարևորագույն ձեռքբերումն է եղել այն, որ ընդունվել է օրենսդրական փաթեթը, որով որ միավորվում է նախարարության ենթակայությամբ գործող երկու կրթական հաստատություն, իդեմս ոստիկանության կրթահամալիրի եւ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի, եւ մենք այլևս ձևավորել ենք նախարարության ենթակայությամբ գործող մեկ միասնական կրթահամալիր, որը որ պիտի ապահովի կրթությունը, այդ թվում շարունակական կրթությունը մեր անձնակազմի եւ դա պիտի անի ժամանակակից պայմաններին համահունչ։ Ըստ այդմ արդեն իսկ կադրային համալրման աշխատանքները ավարտին են մոտեցել, ունեցել ենք բաց եւ թափանցիկ ձևաչափով կադրերի ընտրության process, որի շրջանակներում երկու բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել դիմելու եւ մասը կազմելու այս նոր կրթահամալիրի։ Իհարկե, պիտի նաեւ փաստել, որ կրթահամալիրը ոչ թե պարզապես օպտիմալացման արդյունք է եղել, հա, երկու պոակների միավորման, այլ մեր տրամաբանությունը եղել է այն, որ սա պիտի լինի քաղաքացիական բուհերին համահունչ կառուցվածքով եւ փիլիսոփայությամբ, հետեւապես ադմինիստրատիվ ամբողջ մասը քաղաքացիական անձինք են լինելու եւ այսինքն կան արդեն իսկ եւ հետեւապես չունենք ոստիկանության կամ փրկարար ծառայող, որոնք որ ադմինիստրատիվ հատվածում այս պայծրության պաշտոն պիտի զբաղեցնեն, սպայական հաստիկային որոշակի միավորներ կան արդեն կոնկրետ դեպարտամենտներում, որոնք որ կարգապահության եւ մնացյալ հարցերով պիտի ապահովեն ամբողջ գործընթացը։ Ասեմ, որ մարդկային ռեսուրսների կառավարման տրամաբանության մեջ ոչ միայն կրթությունն է կարևոր, այլ նաեւ ճիշտ մոդելավորումը, թե մեզ ինչպիսի կադրեր են պետք, կադրերի հավաքագրումը ինչպես պիտի իրականացվի, կադրերի կատարողականը ինչպես պիտի իրականացվի եւ 2024 թվականի կտրվածքով մենք Ամերիկայի Միացյալ Նահանգների մեր գործընկերների հետ համատեղ եւ ՄԱԿ-ի նաեւ զարգացման ծրագրի հետ համատեղ մեկնարկել ենք մի նոր ծրագիր, որի ֆոնդը կազմում է 1.5 միլիոն դոլար, որի շրջանակներում անդրադարձ է կատարվելու մարդկային ռեսուրսների կառավարմանը ինստիտուցիոնալ ասպեկտով եւ այն բոլոր գործիքակազմերը, որոնք նախարարության եւ ծառայություններին անհրաժեշտ են կադրային հավաքագրման, կատարողականի ճիշտ գնահատման, ինչպես նաեւ օբյեկտիվ առաջխաղացման տեսանկյունից այս ծրագիրը մեզ թույլ կտա արդեն ընթացիկ տարում ունենալ համապատասխան ձեռքբերումները։ Ոստիկանության ոլորտի մասով պիտի նշեմ, որ ընթացիկ տարում, այսինքն 2024 թվականի կտրվածքով արդեն իսկ Պարեկային ծառայության աշխատանքը տրամաբանորեն շարունակվել է, ջրային պարեկային ծառայությունը եւս շարունակել է իր աշխատանքները եւ պիտի փաստեմ, որ պարեկային ծառայությունը շարունակել է նոր եւ ժամանակակից մոդելով աշխատանքը գրանցելով մի շարք տպավորիչ արդյունքներ, ոչ միայն վարչական իրավախախտումների, այլ նաեւ հասարակական կարգի պահպանության եւ նաեւ հանցագործությունների բացահայտման տեսանկյունից եւ միայն 2024 թվականի ընթացքում պարեկների կողմից կամ նրանց մասնակցությամբ բացահայտվել է ընդհանուր 3691 հանցագործության դեպք։ Եվ 2024-25 թվականի արդեն կտրվածքով մեր խնդիրը պիտի լինի ավելի ամրապնդել այս ձեռքբերումները
եւ հետամուտ լինել զարգացման երկրորդ փուլին, որովհետեւ ինքներս արձանագրել ենք նաեւ որոշակի խնդիրներ, թե շփումների, թե ավելի բարձր պրոֆեսիոնալիզմի տեսանկյունից եւ հետեւապես պիտի շարունակենք վերապատրաստումների միջոցով լավարկել մեր ծառայողների գիտելիքները։ 24 թվականին գործարկվել է քրեական ոստիկանությունը եւ համայնքային ոստիկանությունը ֆունկցիոնալ նոր բաշխվածությամբ, տվյալ տարվա կտրվածքով ազգային ժողովի կողմից եւ ազգային ժողովի հովանու ներքո կարելի է այսպես ձևակերպել, մենք կարողացել ենք արագ ունենալ օրենսդրական փոփոխությունները, որոնց արդյունքում այս երկու ծառայությունները այլևս իրողություն են։ Պիտի նշեմ, որ քրեական ոստիկանության դեպքում հատկապես մենք բաց ընդունելություն են կազմակերպել եւ քաղաքացիական անձինք եւս կարողացել են մասը կազմելու այս ընդունելությանը, ինչը նոր շունչ, թարմ շունչ հաղորդելու տրամաբանություն ուներ իր մեջ եւ այս պայծրությամբ արդեն ունենք մի շարք անձինք, քաղաքացիական անձինք, որոնք որ իրենց աշխատանքն են իրականացնում քրեական ոստիկանությունում։ Համայնքային ոստիկանության դեպքում եւս կա արդեն կառուցվածքային եւ ֆունկցիոնալ գործարկումը, ունենք որոշակի ֆունկցիաներ, որոնք դեռևս ոչ ոստիկանական են եւ ընթացած տարվա կտրվածքով պիտի փորձենք դրանք դուրս բերել ոստիկանության տիրույթից, խոսքը ստանուցումների ճակերտավոր առաքմանն է վերաբերում կամ ուղեկցումների իրականացման այն մասշտաբով, ինչ որ այս պայծրությամբ իրականացվում է, բայց դրանք ընթացիկ տարում պիտի դառնան կոնկրետ լուծումների առարկա եւ մենք հասկանանք մեր մնացյալ քայլերը այս տեսանկյունից։ Ասեմ, որ օրեր առաջ համայնքային ոստիկանության տեսանկյունից մենք մշակել ենք մի օրենսդրական նախաձեռնություն եւ արդեն իսկ հանրայնացված է, որով երկու կարևոր փոփոխություն է կատարվում։ Համայնքային ոստիկանության դեպքում եւս նախատեսվելու է բաց մրցութային ձևաչափ կադրերի ընտրության դեպքում եւ այս փուլը հաղթահարած անձինք կհամարվեն ատեստավորված, ինչը կնշանակի, որ հնարավորություն կա գերազանց անցնելով բոլոր process-ները, այդ թվում ստանալ նաեւ սպայական կոչում եւ միջինում ստանալ շուրջ 500,000 դրամ, այսինքն կես միլիոն դրամ դրամական բավարարում։ Բայց ինչն է այստեղ ավելի կարևոր, որ մենք որոշել ենք հետեւյալ կերպ նաեւ լուծել այն խնդիրը, որ տարիքային տարբեր շեմեր են քննարկվում, թե մինչև որ տարիքում անձը կարող է դիմել ոստիկանության մասը կազմելու համար եւ մենք ունենք մի շարք դիմորդներ, որոնք հենց տարիքային շեմի պատճառով չէին կարողանում մասը կազմել այս ընդունելությունների եւ կորցնել այդ ռեսուրսը, որ իրականում կարող է պոտենցիալ ծառայել ոստիկանական աշխատանքին, ուղղակի շքեղություն կլիներ մեր տեսանկյունից եւ մենք օրենսդրական փաթեթով այլևս հանում ենք 35 տարեկանի առավելագույն շեմը եւ նախատեսում է, որ ոստիկանությունում աշխատանքի կարող է անցնել 18 տարին լրացած ՀՀ բոլոր այն քաղաքացիները, որոնք իհարկե պետք է տիրապետեն հայերեն լեզվին, միևնույն ժամանակ իրենց թե կրթությամբ, թե պատրաստվածությամբ եւ թե նաեւ ֆիզիկական տվյալներով ունակ կլինեն կատարելու ոստիկանության արժեվ դրված խնդիրներ։ Այսինքն գնում ենք դեպի բովանդակությունը, դուրս գալով այն թվային եւ տարբեր այլ մեխանիկական հաշվարկներից, որոնք կարող էին խոչընդոտել այս կամ այն կերպ կադրային համալրման աշխատանքները ոստիկանությունում։ Չորրորդ վերջին հենասյունային ուղղության տեսանկյունից պիտի նշեմ, որ ազգային ժողովի հետ բացառիկ համագործակցության շրջանակներում մենք սկսել ենք հայեցակարգի մշակումից ոստիկանության գվարդիայի ձևավորման եւ հասել ենք արդեն փաստացի նոր օրենքի ընդունմանը եւ արդեն դրա իմպլեմենտացմանը։ Ընդունվել է ոստիկանության գվարդիայի մասին նոր օրենքը, որը հասարակական կարգի եւ անվտանգության ապահովման տեսանկյունից երաշխավորում է նոր ստանդարտներ, այդ թվում ուժային միջոցների գործադրման տեսանկյունից։ Փաստեմ, որ այս տարվա փետրվար ամսից արդեն իսկ ոստիկանության գվարդիայի պոտենցիալ ապագա ծառայողների վերապատրաստումներն ենք լայնածավալ սկսել, ինչու եմ ասում պոտենցիալ, որովհետև կհիշեք, որ գվարդիայի օրենսդրական փաթեթի անցումային դրույթներում մենք այն ծառայողներին, որոնք կրճատվելու են ըստ էության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում, հնարավորություն ենք տվել դիմելու վերապատրաստման ծրագրին եւ այն հաջող անցնելու պայմաններում արդեն հավակնելու պաշտոն զբաղեցնելու ոստիկանության գվարդիայի կազմում։ Իհարկե, այստեղ մեզ համար կարևոր է նաև շարունակել կանանց ներգրավվածության առումով աշխատանքների իրականացումը, արդեն իսկ հայտարարված է եղել երկու մրցույթ, որի շրջանակներում կին դիմորդների համար հիմնականում տեղերը հատկացված են, պիտի փաստեմ, որ այս ընդունելության շրջանակներում արդեն իսկ դիմել է 625 անձ, որից 495-ը քաղաքացիական են, 130-ը ոստիկանության ծառայողներ են։ Իհարկե, այստեղ պիտի նաև ընդունել, որ կանանց ներգրավվածության տեսանկյունից դեռևս խնդիրներ ունենք, որոնք որ պիտի հաղթահարենք, ոստիկանության ծառայությունը կանանց համար ավելի գրավիչ դարձնելու տեսանկյունից եւ նաեւ հաղթահարելով այն բոլոր կարծրատիպերը, որոնք կարող են լինել կին ծառայողի նկատմամբ, ասեմ, որ բավական փոփոխություն մենք արդեն պրակտիկայում ունենք, թե հանրության հետ շփումների տեսանկյունից, թե ընկալումների տեսանկյունից, բայց դեռ մեծ աշխատանք ունենք տանելու, որպեսզի մեր դրած շեմը, որը 30% կանանց ներկայացվածության ապահովումն է ոստիկանության համակարգում, մենք կարողանանք նվաճել այդ արդյունքը։
Անցած տարվա կտրվածքով մենք բազմիցս քննարկել էինք հանցավորության աճի, տարբեր դրսևորումների հետ կապված մի շարք խնդիրներ, ընդ որում պիտի փաստեմ, որ դեռևս կան որոշակի հանցատեսակներ, որոնք շարունակում են մտահոգիչ լինել մեզ համար, դրանց տենդենսները, դրանց ձևաչափերը կատարման, բայց 2024 թվականին արձանագրել ենք, որ գրանցված հանցագործությունները նվազել են 434-ով, կամ որ նույնն է 1.1%-ով։ Այսինքն ունենք գրանցված հանցավորության թվի նվազում։ Պիտի փաստել նաև, որ հանցավորության ընդհանուր կառուցվածքը ևս այս տեսանկյունից կարևոր նշանակություն ունի եւ մենք արձանագրում ենք, որ դեպքերի գերակշիռ մասը, կամ որ նույնն է 81.4%-ը կազմում են ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործությունները։ Գործընկերներ հանցավորության շարժի դինամիկայի մասին իրազեկ մարդկանց մոտ առնվազն առաջնային տպավորությունը եւ փաստական տպավորությունը այն պիտի լինի, որ եթե երկրում 81.4%-ը ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործություններ են ընդհանուր հանցավորության կառուցվածքում, ապա անվտանգային տեսանկյունից բավական լավ դիրքերում են գտնվում այս առումով։ Հանցավորության առանձին տեսակներին ես թույլ տվեք չանդրադառնամ, որովհետեւ վստահ կունենանք հարցադրումներ այս մասով, բայց ինչ մի ես այսպես կձևակերպեի, նվաճում եմ ուզում արձանագրել։ Մենք ընթացս քննարկում ենք ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված մտահոգիչ իրավիճակները եւ իրականում քանի զոհ, քանի վիրավորել, որ մենք ունենանք, այս դրվագները չափազանց մտահոգիչ են եւ կարիք ունեն հետեւողական աշխատանքի, բայց պիտի փաստեմ, որ 2024 թվականի արդյունքներով 2023 թվականի համեմատությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների ընդհանուր թվի նվազում ունենք 299-ով, զոհերի թիվը նվազել է 45-ով, վիրավորների թիվը նվազել է 421-ով։ Ընդհանուր պատկերում կարող են շատերը նշել, որ 45-ով նվազումը կամ 421-ով նվազումը ինչ էական նշանակություն ունի, բայց գործընկերներ սա կատարված ահռելի աշխատանքի արդյունք է, հատկապես բարեկային ծառայության կողմից, եւ ես պիտի նշեմ, որ եթե մենք համադրում ենք նաեւ թվերը 2023 թվականի կտրվածքով, պիտի նաեւ նկատենք, որ 2023 թվականին շրջանառության մեջ գտնվող տրանսպորտային միջոցների թիվը շատ ավելի պակաս է եղել, քան 2025-24 թվականին։ Եվ հետեւաբար աշխատանքը նաեւ այս ռակուրսից պետք է դիտարկել եւ գնահատել նաեւ այս դիրքերից։ Իհարկե կարևոր է, որ այս բոլոր փոփոխությունները տանեն նրան, որ մեր վերջնարդյունքը նվաճվի, իսկ մեր վերջնարդյունքը ոստիկանության նկատմամբ հանրային վստահության բարձրացումն է, եւ պիտի փաստեմ, որ 2024 թվականին ունեցել ենք մի շարք սոցիալական հարցումներ, որոնք գործընկերներ չեն իրականացվել ներքին գործերի նախարարության կողմից, իրականացվել են օբյեկտիվ միջազգային գործընկերների եւ նաեւ հասարակական կազմակերպությունների օժանդակությամբ եւ փաստվել է, որ օրինակ, ՀՀԿ-ի կողմից պատվիրակված հետազոտության արդյունքներով հարցվողների 72%-ը վստահում է ոստիկանությանը կամ ունի չեզոք դիրքորոշում։ Միջազգային հանրապետական ինստիտուտի ուսումնասիրություններով պետական կառույցների աշխատանքի նկատմամբ գոհունակության ցուցանիշով ոստիկանությունը իրավապահ համակարգի մարմինների շարքում առաջին դիրքն է զբաղեցնում։ Պիտի նշեմ, որ հնդածս նաև այս փոփոխությունները կառավարելու եւ արդյունքները ամրապնդելու տեսանկյունից կարևոր է հասկանալ, թե բարեփոխումները ինչ ուղղությամբ են առաջ շարժվելու եւ այս տեսանկյունից արդեն իսկ ընդունվել է ոստիկանության ոլորտի բարեփոխումների նոր ռազմավարությունը, որը ծածկում է 2024-ից 2026 թվականների հերթական շրջափուլը։ Սա նպատակ ունի հանրայնորեն նաեւ ռազմավարական փաստաթղթի տեսքով մեր հանրությանը ներկայացնելու այն բոլոր նվաճումները, որոնք որ եղել են 2020-ից 22 թվականի նաև ռազմավարությամբ եւ նաև այն ուղենիշային ուղղությունները ցույց տալու, որոնք որ պիտի մինչեւ 2026 թվական ըստ էության մեր կողմից իրականացվի։ Պիտի փաստեմ, որ նաև բավական լավ արդյունքներ ունենք ազգային ժողովի հետ համատեղ նաև քննարկած նախաձեռնության ընդունման արդյունքներով, երբ որ մենք էլեկտրոնային ծանուցման ռեժիմը եւ նաև վրա հասած վարչական պատասխանատվության ձևով նշանակված տուգանքի արագ վճարման կանոնը, որպես քաղաքացիների ավելի պատշաճ վարքագծի ցուցաբերման ցուցանիշ խթանում էինք եւ նախատեսել էինք, որ եթե անձը նախընտրի էլեկտրոնային ծանուցումը, ապա 20% նվազ կնշանակվի հիմնական տուգանքը եւ եթե վճարվի տուգանքը 15 օրվա կտրվածքով, ապա 30% նվազեցում եւս կլինի հիմնական չափից։ Եվ պիտի փաստեմ, որ մայիսի 1-ից ուժի մեջ մտած այս բոնուսային բաղադրիչի արդյունքում արդեն իսկ շուրջ 90,000 քաղաքացի օգտվում է 20% բոնուսային բաղադրիչից, ինչը կարծում եմ վատ թիվ չէ այս պայդրությամբ եւ մենք պիտի շարունակենք խթանել այս գործիքակազմի կիրառումը։ Իսկ 15 օրվա ընթացքում տուգանքը 30%-ով նվազ վճարելու հնարավորությունից մինչ այս պահ օգտվել է
403,490 քաղաքացի։ Այս տեսանկյունից շատ ավելի լավ դիրքերում են գտնվում, որովհետև քաղաքացիներն ավելի շատ են օգտվում այս բոնուսային բաղադրիչից, բայց պիտի անընդհատ շարունակենք հետևողական աշխատանքը, որպեսզի թվային լուծումներից օգտվելը ևս դառնա նախընտրելի մեր քաղաքացիների համար։ Բնականաբար ընթացիկ տարում շարունակվել են ատեստավորման աշխատանքները եւ պիտի փաստեմ, որ ընդհանուր առմամբ ատեստավորման համար 2024 թվականի կտրվածքով դիմել է 8961 ոստիկանության ծառայող, որից դեռևս հաղթահարել է 1031-ը եւ 1808 փրկարար ծառայող, որոնցից դեռևս հաղթահարել է 592-ը։ Մյուսների մասով գործընթացը դեռևս ընթացքի մեջ է գտնվում։ Երբ որ խոսում ենք միգրացիա եւ քաղաքացիության ոլորտի մասով, պիտի նշեմ, որ մեր առաջնային նվաճումը եղել է այն, որ 2024 թվականին ի վերջո մեկնարկել է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության գործնական փուլը, ինչը կարևոր նվաճում է այս տեսանկյունից, եւ սա թույլ է տալիս մեզ վստահորեն նշել, որ եվրոպական կողմը նաեւ գնահատում է մինչ այս պահը Հայաստանի կառավարության ձեռնարկած միջոցառումները այն բոլոր ոլորտներով, որոնք որ հիմք պիտի հանդիսանան ի վերջո Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման երկխոսությունը տրամաբանական ավարտին հասցնելու համար։ Կան ներկայացված մի շարք վիճակագրական տվյալներ, որոնք որ ներկայացված են նաև կատարողականում, ես չէի ցանկանա խոսքս ծառաբեռնել այս տվյալներով, բայց պիտի նշեմ, որ ինստիտուցիոնալ առումով եւս 2024 թվականին է հենց ավարտվել միգրացիա եւ քաղաքացիության ծառայության ձևավորումը որպես նախարարության ենթակա առանձին պետական մարմին եւ այստեղ եւս ունեցել ենք բաց մրցութային ձևաչափով կադրերի համալրման process, ունեցել ենք նաեւ վերապատրաստումներ մեր անձնակազմի համար եւ սրա արդյունքներով է բացառապես, որ ծառայությունը ձևավորվել է։ 2024 թվականին մենք ունեցել ենք ահռելի մեծ աշխատանք կատարված բիոմետրիկ համակարգի ներդրման տեսանկյունից եւ արդեն իսկ հայտարարված մրցույթ ունեցել ենք որակավորված հայտատուներ, այս պայմանությամբ ամփոփում ենք երկու որակավորված հայտատուի կողմից ներկայացված վերջնական առաջարկները եւ մարտի վերջին ըստ մեր ժամանակացույցի պիտի ունենանք հաղթող ընկերություն, որի հետ կկնքվի համապատասխան պայմանագիր, եթե իհարկե հաղթող ընկերությունը բավարարի մեր առաջադրած բոլոր բարձր պահանջներին բիոմետրիկ համակարգի տեսանկյունից։ Նշեմ, որ այս տարվա կտրվածքով եւ նաեւ անցած տարվա կտրվածքով շրջիկ ձևաչափով հանրային ծառայությունների մատուցում եւս եղել է մեր քաղաքացիներին, ինչու որովհետեւ մենք այն համոզմանն ենք, որ միայն ստատիկ գրասենյակներով հնարավոր չէ ապահովել ավելի մոբիլություն, ավելի հասանելիություն մեր քաղաքացիներին եւ հետեւապես մեր ծառայողներն անձամբ են այցելում տարբեր համայնքներ եւ ծառայություն մատուցում մեր քաղաքացիներին։ Արդեն այս տարի գործարկվել է 3 շրջիկ գրասենյակ, որոնք որ մատուցում են թե միգրացիա եւ քաղաքացիության ծառայության ոլորտին առնչվող հանրային ծառայություններ եւ թե նաեւ հաշվառման քննական ծառայության առնչվող ծառայություններ, որոնք բնականաբար հնարավոր պիտի լինի իրականացնել շրջիկ ձևաչափով։ Ըստ այդմ այս տարի շարունակելու ենք այս աշխատանքներն ավելի մեծ ինտենսիվությամբ եւ եթե կարիքը լինի գրասենյակների թվի ավելացման, բնականաբար մենք կգնանք նաեւ այդ ճանապարհով։ Աղետների ռիսկի կառավարման ոլորտին թույլ տվեք անդրադառնալ, պիտի փաստեմ, որ այս տարվա կտրվածքով, այսինքն 2024 թվականի կտրվածքով բավական մարտահրավերային է եղել իրավիճակը աղետների ռիսկի կառավարման ոլորտի առումով, որովհետև մենք ունեցել ենք Լոռու եւ Տավուշի մարզի իրադարձությունները, որոնք հսկայածավալ ջանք են պահանջել իրավիճակը ճիշտ կառավարելու եւ նաեւ հետամուտ լինելու հետաղետային վնասների վերականգնման աշխատանքներին, բայց ինչն է կարեւոր, որ մենք նաեւ ռազմավարական տեսանկյունից այս հարցին վերաբերել ենք ոչ թե որպես ցավալի դրվագ, որին որ պիտի անդրադառնալ եւ բնական է, որ պիտի անդրադառնանք եւ կարողանանք բոլոր վնասները չեզոքացնել եւ փոխհատուցում տրամադրել մեր քաղաքացիներին, այլ սա դիտարկել ենք որպես նաեւ քաղաց դաս եւ հնարավորություն դիտարկելու համար, թե ինչպիսի ինստիտուցիոնալ լուծումներ է, որ այս առումով պիտի տրվի, որպեսզի աղետի ռիսկի կառավարումը շատ ավելի արդյունավետ լինի եւ մենք կարողանանք ոչ թե ցանկացած դրվագով կենտրոնանալ միայն փրկարար ծառայության աշխատանքի վրա, այլ գանք սկզբից գնահատենք ճիշտ աղետային ռիսկը եւ կարողանանք հասկանալ, թե ինչպիսի քայլեր է պետք ձեռնարկել, որպեսզի հնարավոր վնասները լինեն նվազագույնը այս ամբողջ գործընթացում։ 2024 թվականի կտրվածքով եւ այս տարի եւս մեր խնդիրն է անտառային հրդեհների դեմ արդյունավետ քաղաքականություն ունենալ եւ ես պիտի փաստեմ, որ 2024 թվականի ընթացքում կատարված աշխատանքի լայնածավալ իրազեկման միջոցառումների արդյունքում անտառային հրդեհների թիվը նվազել է 41%-ով։
Սևանա լճի 3 հանրային լողափերում եւ նաեւ Շողակաթ բնակավայրի ափամերձ տարածքում եւս իրականացվել է ծառայություն եւ ես պիտի փաստեմ, որ այն լողափները, որտեղ որ փրկարար ծառայությունը իրականացրել է ծառայություն, չի գրանցվել գետ 1 մահացության դեպք։ Այսինքն այն տեղամասերը, որտեղ թե ջրային պարեկները, թե փրկարար ծառայողները իրականացրել են հերթապահություն, այդտեղ մենք չենք ունեցել ջրահեղձման դեպքեր, ինչը կարծում եմ կարևոր ցուցիչ է հետագայում աշխատանքները այս տեսանկյունից շարունակելու եւ նաեւ մասնավոր լողափների հետ մեր աշխատանքներն ավելի ինտենսիվացնելու եւ ամրապնդելու տեսանկյունից։ 2025-ը գործընկերներ պիտի լինի փրկարար ծառայության մոդեռնիզացման տարի։ Ինչու եմ ասում փրկարար ծառայության մոդեռնիզացման տարի, որովհետև եթե պատմական հայացք ունենանք փրկարար ծառայության զարգացմանը, կնկատենք, որ այն տարբեր կարգավիճակներով է հանդես եկել պետական կառավարման համակարգում, սկզբում որպես առանձին կոմիտե, այնուհետև առանձին ծառայություն, հետագայում արտակարգ իրավիճակների նախարարության ենթակայությամբ գործող ծառայություն է եղել, բայց այս դիրքավորումներին համահունչ փոփոխություններ չեն իրականացվել ծառայությունում եւ ներքին գործերի նախարարության ենթակայության ներքո որպես նախարարության քաղաքականությունը իրականացնող մարմին փրկարար ծառայության դեպքում եւս կարիք ունենք փոփոխությունների, որովհետեւ մենք նկատում ենք, որ կառուցվածքում այնպիսի գործառույթներ կան կամ այնպիսի ստորաբաժանումներ կան, որոնք առավելապես բնորոշ են նախարարություններին, այլ ոչ ենթակա պետական մարմիններին։ Հետևաբար այս տարի արդեն իսկ իրականացնենք համապատասխան փոփոխությունները, ընդ որում ասեմ, որ արդեն հայեցակարգը պատրաստ է, առաջիկայում այն նաեւ կառավարությունում կքննարկվի եւ հավանության արժանանալու պայմաններում արդեն կսկսենք բուն իմպլեմենտացման աշխատանքները այս տեսանկյունից։ Այստեղ բնականաբար կարևոր է նաև փրկարար ծառայողների աշխատանքի որակը, իհարկե ծառայության աշխատանքի հետ կապված մենք բազմաթիվ դրվատանքի խոսքեր ենք նաև լսում, ունենք մի շարք արդյունքներ գրանցած, բայց կարիք կա անընդհատ թարմ հայացք գցելու ընդհանուր աշխատանքներին, հասկանալու համար թե կրթության, նյութատեխնիկական հագեցվածության տեսանկյունից մենք ինչպիսի խնդիրներ ունենք եւ ինչպիսի փոփոխությունների կարիք կա որպես այդպիսին եւ ներքին գործերի նախարարության կրթահամալիրի ձևավորմամբ մենք նպատակ ունենք հիմնովին փոփոխելու փրկարարի պատրաստման կուրսը եւ դրան տալու նաեւ արդիական տեսք նյութատեխնիկական հագեցվածության առումով ես ասեմ, որ արդեն իսկ 2025 թվականի բյուջետային պլանավորման շրջանակներում կառավարությունը ունի շուրջ 1 միլիարդ դրամ հատկացում փրկարար ծառայության համար, հրշեջ փրկարարական մեքենաների ձեռքբերման համար, համանման չափով նաև հատկացում կլինի 2026 թվականի կտրվածքով եւ հնդածս մենք նաև մեր միջազգային գործընկերների հետ ենք դիտարկում նյութատեխնիկական համալրվածության հարցերը, կարծում եմ սա է բացառապես ճանապարհը անընդհատ թարմացնել, արդիականացնել փրկարարների նյութատեխնիկական հագեցվածությունը, որպիսի օպերատիվ արձագանքը լինի իսկապես օպերատիվ եւ մենք կարողանանք կրճատել այն րոպեների թիվը, որը որ ծախսվում է դեպքի վայր հասնելու համար եւ նաեւ հետագայում արձագանքի տրամաբանության մեջ։ Ունեցել ենք արդեն իսկ 6 համայնքում փրկարարական կայանների նոր գործարկում, որոնք մոդուլային շենքերի տեսքով են եղել եւ սա կրկին միջազգային գործընկերների հետ համագործակցության արդյունքում է։ Օրեր առաջ Ստեփանավանում բացվել է նաեւ նոր հրշեջ փրկարարական կայան Ստեփանավանի բնակիչների համար եւ այս հետեւողական աշխատանքի արդյունքում մենք փուլ վերանայելու ենք նաեւ շենքային ենթակառուցվածքները, որպեսզի կարողանանք զարգացնել այս առումով նաեւ մեր ծառայողների թե օպերատիվ արձագանքի եւ թե նաեւ առհասարակ արժանապատիվ աշխատանքային կենսապայմաններ ունենալու իրավիճակը։ Պիտի փաստեմ, որ 2024 թվականին այս բոլոր փոփոխությունները եւ ոչ միայն իրականացվել են թե ազգային ժողովի հետ սերտ գործընկերության շրջանակներում, ինչի համար շնորհակալությունս կրկին պարոն Քոչարյան նաև ձեր գլխավորությամբ հանձնաժողովին, թե մեր քաղաքացիական հասարակության գործընկերների հետ, որովհետև ինտենսիվ ֆոկուս խմբային քննարկումներ են արել, որպեսզի յուրաքանչյուր փոփոխություն, որը նախարարությունը ներկայացնում է հանրությանը, դա լինի հնարավորինս համաձայնեցված, հնարավորինս բոլոր կողմերի շահերը եւ կարծիքները հաշվարկած, եւ նաեւ այստեղ պիտի փաստեմ, որ մենք ունեցել ենք կայուն աջակցություն նաեւ մեր միջազգային գործընկերներից եւ սրան զուգահեռ պիտի նշեմ, որ ներքին գործերի նախարարության հետ համագործակցող միջազգային կառույցների թիվը գնալով էլ ավելի է ընդլայնվում եւ նաեւ աջակցության ծավալները գնալով էլ ավելի են ընդլայնվում, ինչը կարծում եմ շատ գոհացնող հանգամանք է նաեւ կառավարության դիրքերից եւ նաեւ ինչ որ միտեղ նաեւ վստահության ցուցիչ կարող է որպես այդպեսին ծառայել, որովհետեւ նախարարության հետ համագործակցությունը տալիս է արդյունքները, որոնք երկու կողմերը նկատում են, գնահատում են եւ արձանագրում են այս տեսանկյունից։ Շատ հակիրճ հարգելի գործընկերներ, այսքանը հաշվի առնելով ընդհանուր ռեգլամենտը այսօրվա Շնորհակալություն Տիկին նախարար։